Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրեն դիրիժոր Կարեն Դուրգարյանը չի հերքում։ Իր ազգական Վրեժ Դուրգարյանը, որ նաև թատրոնի փոխտնօրենն է, անցած շաբաթ Մայր տաճարի մուտքի մոտ շիրմաքարի վրա էր բարձրացել։ Ավելին, առավոտ-AM-ի հետ զրույցում դիրիժորը բացատրել է, թե ինչն է մղել մշակութային հաստատությունը ներկայացնող իր տեղակալ ազգականին այդ քայլին։ Եթե դուք ուշադիր եք նայել այդ տեսագրությանը, ապա կտեսնեք, որ բավականին շատ մարդ կար այնտեղ եւ շատերը ընկել էին հատակին եւ շատերը նաեւ շնչելու հնարավորություն չունեին, որովհետեւ գիտեք սեղմված էին եւ իմ եղբայրս փորձել է բարձրանալ, որպեսզի գոնե մի քիչ կարողանա օդափոխվի։ Իր զարմիկը չի ուղղորդել հավաքվածներին ներխուժել Մայր տաճար, պնդում է օպերային թատրոնի տնօրենը։ Հիմնավորումն էլ այն է, որ Վրեժ Դուրգարյանը հոգևորականի ընտանիքում է մեծացել, ամեն օր աղոթք լսել։ Այդ օրն էլ գործել է առանց որևէ մեկի հրահանգի։ Կարեն Դուրգարյանը չի համարում, որ շիրմաքարի վրա բարձրացած իր զարմիկի արարքը խուլիգանություն է։ Եթե մարդը ցանկացած քաղաքացի խուլիգանություն է անում, հետևաբար այդ գործողությունը պետք է տեղափոխվի մեկ այլ տիրույթ։ Եվ եթե դա ապացուցված է, ուրեմն թող այդ մարմինները, ովքեր զբաղվում են նման հարցերով, իրանք պետք է զբաղվեն, այսինքն սա իրենց տիրույթում է գտնվում։ Անցած շաբաթ Մայր տաճարի մուտքի մոտ այն նույն պահին, երբ վեհափար Հայրապետը քարոզն էր ընթերցում, մի խումբ քաղաքացիներ հարվածում էին տաճարի դռներին, գոռգոռում եւ վիրավորում հոգևորականներին։ Այս ամենի ականատեսներից էր նաև ընդդիմադիր պատգամավոր Գառնիկ Դանիելյանը։ Նա այսօր էլ պնդեց, Վրեժ Դուրգարյանը տաճարի մուտքի մոտ զբաղված էր հենց այդ ցուցարարներին ուղղորդելով։ Եթե իրենք մեկնաբանում են նման կերպ են մեկնաբանում, այսինքն ինչ է նշանակում, դու բարձրանում ես շիրմաքարի վրա, խոյակի վրա, օդը չի հերիքում բարձրանում են շիրմաքարի վրա, իրենք նման փորձ ունեն, օրինակ սեփական ընտանիքի անդամների շիրմաքարերի վրա բարձրանալու կամ խոյակների վրա բարձրանալու, դա սրբապղծություն է տեղի ունեցել։ Ընդդիմադիր պատգամավորը կարծում է, կաթողիկոսի հեռացման պահանջով 10 եպիսկոպոսների հրավիրած հավաքին աչքի ընկած օպերային թատրոնի փոխտնօրեն Վրեժ Դուրգարյանը արդեն պետք է աշխատանքից հեռացված լիներ։ Ըստ Դանիելյանի, օպերայի փոխտնօրենը շարունակում է պաշտոնավարել, որովհետև վարչապետ Նիկոլ Փաշինյանն անձամբ է հայտարարել։ Աջակցում է Գարեգին II-ի հեռացման օրակարգը պաշտպանողներին։ Եթե նույնականացվեր որևէ ընդդիմադիր գործիչ, որևէ ընդդիմադիր հայացքներով մարդ, որը ոչ միայն ակտիվ ա եղել, այլ ներկա ա եղել, հաստատ այդ մարդուն աշխատանքից կազատեն։ Ինչպես կմեկնաբանեք օպերայի։ Կրթության նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր հրաժարվեց մեկնաբանել օպերային թատրոնի ներկայացուցչի պահվածքը։ Մենք կարծես կոնկրետ առիթով ենք հավաքվել եւ ասուլիսը կոնկրետ թեմատիկա ունի, եւ խնդրեմ մնանք այդ թեմատիկայի մեջ։ Լուր են նաև իրավապահները, չնայած տարբեր հասարակական քաղաքական գործիչներ այս օրերին քննադատում են ոչ միայն օպերային թատրոնի փոխտնօրենի, այլ նաև Թալինի ՔՊԱ-ական համայնքապետ Տավրոս Սափեյանի եւ հավաքի մյուս մասնակիցների գործողությունները դատախազությունից ազատությանը փոխանցեցին։ Քրեական վարույթի մասին տեղեկություն չկա։ Հանցագործության մասին հաղորդում հավաքի օրը Մայրաթոռի բակում Գառնիկ Դանիելյանը հենց ոստիկանապետին էր ներկայացրել։ Կաշկանդվածություն կա ուժային կառույցների կողմից, որպեսզի այս գործը հետաքննեն։ Իսկ ինչպես է վերաբերում օպերային թատրոնի տնօրենը վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայ առաքելական եկեղեցու բարձրաստիճան հոգևորականների դեմ սկսած արշավին։ Կարեն Դուրգարյանն ասում է, ինքը եկեղեցի պարզապես չի գնում, տանն է աղոթում եւ սպասում է, որ հոգևորականները պատասխանեն վարչապետի հարցերին։